Բարի օր ժողովուրդ ջան, այս քանի օր ակտիվ չէի, հարգելի պատճառներով Արսեն Ավագյանի մայրն էր մահացել, զբաղված էի այդ հարցերով, եղբորս կողքին էի, բայց կակտիվանամ ու շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ Նիկոլ Փաշինյանի թիկունքը պահեցին, Երևանում պատարագին մասնակցեցին, բայց հիմա ներկայությամբ ուրիշ հարցով եմ այս նյութը տեղադրում, դիմում եմ մեր ՆԳՆ նախարարին։ Տիկին նախարար Արփինե Սարգսյան, հարգանքներս, բայց ես Մերիտ Օմոյանս ձեզ գրություն եմ ուղարկել, նշել եմ հասցեն, թե որտեղ դուք պետքա տեղադրեք, այո պետքա տեղադրեք, տեսախցիկ, որպեսի այլ շուստրիկներ, խախտելով կարգը, կանոնները ճանապարհային, իրանց չդնեն ամենաուժեղ տղուտեղ կամ ամենաշուստրի տեղ ու մեր իրավունքները չխախտեն։ Ես արդեն ինչքան ժամանակ է, տևական ժամանակ է, այնպես եմ վարում մեքենան, որ ոչ մեկ չհամարձակվի, իմ իրավունքները խախտի, իրան դնի շուստրի տղուտեղ, ինձնից առաջ ընկնի, ես էլ իրա պատճառով 40 րոպե այդ խցանման մեջ լռվեմ։ Ես այս գրությունը ուղարկեցի, պահանջեցի, խնդրեցի, առաջարկեցի, դուք ասեցիք, որ տեսախցիկ չունեք։ Ուրեմն ես ձեզ ներկայացնեմ այսօր ինչ կատարվեց։ Հերթական անգամ ես իմ իրավունքները պաշտպանելով այնպես էի վարում մեքենան, որպեսզի ոչ մի շուստրիկ հանկարծ չանցնի, խախտելով թե ճանապարհային կանոնները, թե իմ իրավունքները, որպեսզի ես 40 րոպե չկանգնեմ այդ հատվածում։ Եվ ինչ կատարվեց։ Այն կատարվեց, տիկին Արփի Սարգսյան ջան, որ այդ տավարի ցավը միջև աշխատանքի վայր ինձ հետապնդել է։ Չմանրանամ թե ինչ էր արեց, ինչ էր խոսեց ու ինչի կարար դա հասցներ։ Ես շարունակելու եմ նույն կերպ։ Ես ոչ մի հոգնածի թույլ չեմ տալու իմ իրավունքները խախտի։ Էլ չեմ ասում ճանապարհային կանոնները։ Բայց դուք արհամարեցիք իմ գրառումները, իմ գրությունները, իմ վիդեոն արհամարեցիք։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ եթե հանկարծ վաղը կամ մյուս օրը Աստված ոչ անի, այդտեղ փորթափվի, մեղավորը լինելու եք դուք, որովհետև ես ձեզ պարզ բացատրեցի, որ այդ հատվածում կամերա տեղադրեք, տեսախցիկ տեղադրեք։ Իսկ հիմա դիմեմ այդ տավարի ցավին։ Ուրեմն լսի այ հոգնած։ Դու եթե ֆորմով ես, եթե դու անգամ տղա ես կորցրել, այդ որ հոխորտում է իր վրես, որ տղա ես կորցրել, որ իմ նմանները քշեն կամ ապրեն։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, ամբողջ հայազգը արունա թափե, որ քո նման տավարի ցավը այդ ֆորմեն պազորանի էլի։ Վարքաբեկի այդ ֆորմեն։ Եթե դու լինեիր ՊՆ-ի մեքենայով, եթե դու լինեիր աշխատանքի վայրում, այսինքն ծառայության մեջ լինեիր, ես մեծ սիրով ու հարգանքով քեզ կզիջեի, բայց դու տավարի ցավ, քո մեքենայով էիր, թե մորդ վրա գրանցված մեքենայով էիր, թե ընկերոջդ, ինչ չի ուզում, ոտերից չի, հասկացար, ու դու այդ ֆորմով հանգր չխորտաս վրես, արա, այ հոգնած, այդ որ ընկար հետևիցս եկար, բազար անեիր, հիմա դու վայենի ես, թե բազար չես, արա, թե գողական ես, իսկ եթե գողական ես, բա այդ խի վատը ցար ասիր, պահանջելու եմ, պատիվ եմ պահանջելու, հիմա դու պատիվ պահանջող ես, վայենի ես, թե գողական ես, մտ կողմնորոշվի, այ հոգնած հիստերիկ, այդ որ հելա կանգնեցի դեմդ, այդ խի տենց գոռում, հիստերիկի նման, թե գիտեր ես փախնելու էի քեզանից, արա, այ հոգնած, կամ այդ որ պահանջում էիր, որ հենց փողոցի կենտրոնում, հենց ճանապարհի կենտրոնում պետք է կանգնեմ, այդ դու ես, որ քո համար էլ կանգնեմ, ես քեզ ասեցի, հետևիցս արի, դու այնքան չկաս, այ հոգնած, որ աղջիկա հետևից ես ընկել, ու այդ աղջիկը կանգնել է, որ քո հետ բազար անի, այո, ես այդքան կամ, բայց դու չկաս, կամ որ շարարկում էիր, որ տղետ զոհվել է բան իմ նմանների համար, դու կյանքդ ես դնում իմ նմանների համար, էլ պետք է ստուգվի էլի, տենանք իրոք տղուտ կորցրել ես, թե չէ, կամ եթե անգամ էդի տենց է, հիմա ինչ, պետք է նստես շալակած, հա, պետք է այդ գիծը սեփականաշնորհ ես գցես փաչեկի տարանքը ու քշես, հա, թե մանվել եք կտրեք գլխներից, հերթական, հոգնածին նայելը, ուրեմն բոլորը թողականջներին օղան են, իմ համար մեկը, իմ ոտերին չի, թե ով կլնես, օրենք ես խախտել, բարի եղի մի հատ ներողություն խնդրի, կամ ասա էլ չեմ անի ու իրոք մի արա, այլ ոչ թե դիր քեզ ես իմ ինչի ստեղ։ Այդպես ծանր տարար, հա, որ ասի հորս ոտերը կերել ես, բա դու իմ հորը կպնում ես ուզում ես ինչ, կարող է դες պետք է լռեի։ Նման դեպքերում միշտ արունա թափվել ժամանակին։ Դրա համար էլ հենց հիմա վարորդները աշխատում են չխառնվեն։ Բայց հարգելի վարորդներ, այսինքն ինչքան ձեզ լոխի նման պահեք, թույլ տա որ ձեր իրավունքները խախտեն, այդքան էլ շարունակվելու է այս ամեն ինչը, բայց ես հենց այդ նույն ճանապարհին անցնելուց, ինձնից հետո են անցնելու, ինձնից առաջ ոչ մեկ չի ընկնելու, հուր հավիտյան հիշեք։
Իսկ քեզ, այդ ավարիցավ, այդ պորտի բմբուլ, խորհուրդ եմ տալիս պատիվ պահանջես։ Եղավ, Վալիկ ջան։